Մենք արդեն քննարկում ենք անազատության մասին այդ հնարավոր բարգացները։ Դուք իսկապես հավատում եք, մի ծնողը դուք եք, հարգելի փաստաբան, եւ դուք այս պահին ներգրաված եք նաեւ գործում որպես ծնող, չէ՞։ Որպես փաստաբան ներգրաված եմ եւ որպես ծնող ինձ համար երևի թե կրկնակի դժվար է հիմա խոսելը, այն էմոցիոնալ ֆոնը, որ հիմա ես ունեմ։ Երեխեքին ճանաչում եմ 10 տարի, իմ տղայիս հետ նրանք սովորում են նույն դասարանում։ Դավիթս եւ Միքայելս այդպես պետք է ես արտահայտվեմ երեխեքի մասով, որտեղ իրենք են բացառիկ երեխեքն են, որոնք դպրոցում համարվել են լավագույնը, երկու դպրոցի դեմքը պարզ անող բոլոր մրցույթներում եղել են Դավիթը եւ Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրերը եւ մեր բոլոր երեխաների համար իրենք եղել են ուղեցույց, ուղենիշ եւ այն մարդը, ում պետք է հասնել։ Ես նույնպես տղա երեխա եմ այրեմ, միշտ իմ ծնողական խորհուրդը եղել է նմանվի Դավիթին, Միքայելին, որտեվ այս երեխեքը դա միայն խոսքեր չի, որ ուզում եմ որպես փաստաբան մեկնաբանեն, որ ուզում եմ լավ լինի։ Դրանց մասին են վկայում։ Ակյացեք երեխեքը բացարձակ տիրապետում են օտար լեզուների, տիրապետում են անգլերենի, B1 մակարդակով տիրապետում են իսպաներենի։ Այդ երեխեքը մեր երեխեքի համար եւ ուսուցիչ են ինչ որտեղ, եւ սովորացնող են, եւ զսպող են իրենց վարքով եղել։ Հավատացեք, ես կարող եմ անգամ դա ասել։ Ու այսօր այդ երեխեքին ներկայացնել ինձ համար շատ մեծ ցավ է, երբ որ ես կարդում եմ որոշակի կոմենտները, գրառումները, անկեղծ եմ ասում, ես զարմանում եմ մեր ժողովրդի այս աշճանի բևեռացված ու դաժան լինելու վրա։ Որևէ իրավական գնահատական չեմ ուզում տալ, որևէ իրավական գնահատական, բայց չէ որ պետք է հաշվի առնեն 18 տարեկան երեխեքի մասին է խոսքը։ Այսինքն քննադատում են։ Քննադատելը ամեն ինչ կարդացել եմ։ Չէ, իշխանության, այո, ճիշտ է ասում։ Քննադատել են իշխանության падգամավորները իրենք առաջին այս տղաներին թիրախավորեցին եւ շատ կոշտ գնահատականներով, վերաբերմունքով եւ ի վերջային հոդվածը, որով այս տղաները գտնվում են հիմա ձերբակալման վայրում։ Արդյոք չի հուշում, որ ուղղորդված արշավ է սկսվել ընտանիքի դեմ։ Ես երևի թե միշտ ասել եմ, որ շատ սարսափելի լավատես եմ։ Հույս ունեմ, որ այն օբյեկտիվությունը, որը հույս ունեմ դեռևս, որ օբյեկտիվությունը պետք է ապահովեն ու հասկանան իրականում ինչ է տեղի ունեցել ու երեխեքին չեն հասցնելու մեղադրանքի, չեն կործանելու վառ ապագա եւ պայծառ ապագա եւ այս երկրի համար պիտանի արժանի զավակ ունենալու մեր հնարավորությունը։ Այո, այն հատվածները, այն կասկածանքը, ինչ կասկածանքով որ այսօր երեխեքը ձերբակալվել են, ինձ համար են, որ ասում եմ աբսուրդի ժանրից է, բնականաբար։ Հոդվածները եւ մարդկանց համար մի քիչ հասկանալի լեզվով բացատրենք, եւ դրանք ինչ են ենթադրում այդ հոդվածները։ Մի հոդվածը խուլիգանությունն է, մյուս հոդվածը 452 հոդվածի, ոնց հասկացա այս պահին արդեն երրորդ մասի կասկածանքն է, պաշտոնատար անձի օրինական ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձին բռնություն գործադրելու, պաշտոնատար անձի օրինական ծառայական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա եւ այլն։ Իրաքի օրով քաղաքական, պաշտոնեական, օրինական ինչ գործողություններ են ծավալում հանգստյան օրով իրարամերժ չէ այս որակումը եկեղեցու ներսում քաղաքական գործունեությունը ո՞րն է։ Բոլորիս է հայտնի, որ մենք եկեղեցու ներսում քաղաքական գործունեությունով պայմանավորված որևէ գործողություն անելու իրավունք չունենք։ Բայց եկեք այս պահին ես հոդվածները չմեկնաբանեմ, ասեմ ինչ իհարկե համարում եմ ոչ օրինական ազատազրկման սահմանը միջադասեք, 2-ից 5 տարի։ 2-ից 5 տարի։ Մյուս առաջադիմությամբ երեխաները պիտի այսպես մի հատ պատահական միջադեպով հայտնվեն վերջում։ Այլընտրանքային պատիժներ են նախատեսում։ Ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, ասեմ ինչի, որտեղ հույս ունեմ, որ ի վերջո չենք հասնելու մենք դրան։ 72 ժամով երեխաները ձերբակալված են։ Հույս ունեմ, որ երեխեքին մեղադրանք չեն առաջադրելու։ Ինչի համար հոդվածները հիմա չեմ մեկնաբանում եւ
ինչ որ քայլ առաջ չեմ գնում, որովհետև դեռևս չունենք մեղադրանք։ Երեխեքը ընդամենը կասկածյալի կարգավիճակ ունեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Աստված մի արասցե, եթե երեխաներին մեղադրանքներ առաջադրվի, բնականաբար ամբողջ մանրամասնությամբ հանդես են գալու եւ հանրայնացնել են այն ամենը, ինչը որ արդեն մեր ձեռքի տակ կլինի։ Տեղեկություն ստացանք, որ գիշերը շտապօգնության մեքենա է գնացել ԶՊՎ, ինչ խնդիր կա տղաների հետ կապված։ Մենք արդեն ասացինք, որ երեխեքը որոշակի բավականին բարդ ավելի ճիշտ առողջական խնդիրներ ունեն։ Շտաբօգնությունը հրավիրվել է, որտեղ մասնավորապես Դավիթը ունեցել էր գլխացավեր, Դավիթը Երևանից ուներ ուժեղ գլխացավեր եւ աչքերը ամբողջությամբ այլուն էր լցված։ Հիմա արդեն հարցում ենք արել, պատասխանը դեռևս չենք ստացել, իրենց հետ զրույցից արդեն իսկ տեղյակ ենք, որ վատ ա եղել, բայց պատասխանը դեռևս չենք ստացել, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել, ինչ կարգի բուժօգնություն են ցուցաբերել։ Իսկ տղաները հարցաքննվել են, պատմել են։ Տղաներին փորձել են հարցաքննել, երեք հրաժարվել են ցուցմունքներ տալուց։ Ուղղակի մեկ բան ուղղակի երեխեք շոկի մեջ են, պատկերացրեք դուք իրենց տեսնում եք, սենց հաղթանդամ տղաներ, չէ, բայց ընդամենը 18 տարեկան են, դեկտեմբերին են դարձել 18 տարեկան։ Իրանք երևի ամբողջությամբ այդ երեխեքը չէին էլ ընկալում իրանց հետ ինչա կատարվում։ Ինչու են երկու եղբորը տարել։ Եթե միջադեպը ըստ էության մեկի հետ է ծագել, ինչու են երկու եղբայրները ԶՊՎ-ում գտնվում։ Եվ ինչու մի քանի ժամ անց ձերբակալվում է երրորդ մարդը, Գևորգը, որին ես հանդիպել եմ, եւ այդ մարդը չգիտեր, որ ինքը պիտի ձերբակալվի։ Մենք բակում քննարկում ենք, զրուցում ենք, մենք տեղափոխվում ենք ամեն մեկս մեր տուն, տեղեկանում եմ, որ մի քանի ժամ հետո Գևորգին են ձերբակալել։ Գևորգը փաստորեն քաղաքացի է, որպես եղել էր բանում, պատարագի էր մասնակցել։ Մշտապես նա այդ եկեղեցու հավատացյալ է, մշտապես էր։ Առավել եւս դուք եք ասում, դա անգամ մենք չգիտենք, ասեմ, որ երեխեքն էլ մշտապես այցելում են կամ Սուրբաննա, պատարագներին կամ Զորով, տարբերություն չկա։ Երեխեքը հավատացան, եթե երեխան ձերբակալվածի կարգավիճակում ուզում է իր աղոթագրքերը, ես 27 տարի անկեղծ եմ ասում, փաստաբան եմ, 99 թվականից փաստաբան եմ, 27 տարվա ընթացքում երբևէ որևէ ձերբակալված կամ կալանավորված մեզանից չէր ուզել 3 աղոթագիր, խնդրեց ընդ որում, որ եկեղեցիից մենք անպայման աղոթագրքերը վերցնեն, Տեր Ողորմյան, Տեր Ամենակալը եւ Պատարագամատույցը։ Միքայել ասեց, խնդրում եմ աղոթագրքերս անպայման Սուրբաննայից վերցրեք։ Դավիթն ասեց, աղոթագրքերս մեկ էլ Պարապելուս գրքերը կասեք բերեն, որ հետ չմնա։ Մեկը միջազգային հարաբերություններում է ուզում սովորի, մյուսը կառավարում է ուզում դիմի։ Այս տարի պիտի ընդունվի։ Այո, այս տարի պետք է ընդունվեն երեխեքը։ Ես ու Լուսինեն Մարտիրոսյան իսկապես լացում ենք, ասում ենք երեխեքը ստեղ աղոթագիրքն են ուզում, որովհետև անձնական խոզարկությամբ արդեն վերցրել էին։ Իրենք նրանց ոստիկանությունը թույլ չտվեց ավարտել ծեսը, անմիջապես բռնությամբ տեղափոխեցին ԶՊՎ։ Մի հատ որպես փաստաբան նաև այս մասով ձեր գնահատականը տվեք եւ որպես լրագրող ֆիքսենք որևէ իրավապաշտպան, որոնք սովորաբար ծղրտում են մինչև 18 թիվը, մինչև այս պահը որևէ ձայն չի հանել, չի արձագանքել, չի դատապարտել։ Մեզ համար շատ տարօրինակ են այս կազմակերպությունները իրենց շահած գրանտներով ու իրենց վերաբերմունքով։ Որքանով է համաչափի վերջո դպրոցականների, որովհետև երկուսն են դպրոցական, այդ ուժով, այդ ձևով տանեն։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեին եկեք գնում ենք, կամ եկեք այս ժամին ներկայացել, կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել Ի վերջո իրենք տարածքից չեն գնացել, դա միջադեպից, հա, միջադեպից մի ժամից հետո է այդ։ Կոնկրետ են եկել Պատարագի են։ Այստեղ անգամ իրավական տեսանկյունից էլ չի կարող խոսք գնալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի մասին։ Երեխաները օրհնությանը պետք է մասնակցեին, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին, ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ, ուր եք տանում երեխեքին, ինձ ասում եմ, պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ, ուր ենք տանում, այն ինչը, որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետք է սենց մի հատ թարմացնեն,
երեխեքին լրիվ sense կռացրած տանել, գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քնչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինելու։ բռնության բաներ նկատել եք, Չէ, չի կիրառվել, մենք անձամբ հարցրել ենք, երեխեքը ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Մենք երբեմն նաև վատ հառամթերք ենք լսել ոստիկաններից, դրանք էլ չեն հնչել։ Այստեղ հնչել է։ Հիմա Եվ իմ մյուս հարցը, ի վերջո ինչու երկու եղբորը տարան։ Չգիտեմ, եթե Գևորգ Գևորգյանին էլ տարան ու ասեցին Գևորգ Գևորգյանն էլ չգիտեմ ինչ առնչություն ունի, երեխեք ընդ որում մտեղ առաջի անգամ Գևորգ Գևորգյանին տեսան, ասեցին երեխեք ջան, Գևորգ Գևորգյանն է որ ձեր հետ ձերբակալվել է, ասեցին վայ բարև ձեզ, ընդհանրեն ասեցին ու ներս մտան, որտեղ որևէ կապ չունեն, որևէ առնչություն չեն ունեցել։ Գևորգը ուղղակի այնտեղ ա եղել ու ենթադրում եմ երևի ասել է երեխեքին մի խփեք, որտեղ ես էլ եմ բնականաբար ճանաչում։ Այդքանի միջից քաղաքական դաշտի հետ ապելացվողը ինքն էր, երևի ձերբակալել են, որպեսզի սա կարվի այն կոնտեքստում, որը որ հնչում է քաղաքական ուժի շուրթերը։ Մեկ հայտարարություն կարող եմ անել, այն որ պաշտոնապես հայտարարում եմ, ոչ երեխեքը, ոչ իրենց ծնողները, որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն։ 10 տարի, այո, ես 10 տարի ճանաչում եմ այդ ընտանիքին։ Երեխեքը որևէ քաղաքական պատկանելություն չունեն։ Ավելին ասեմ, մինչև այս պահը անգամ, ես չգիտեմ, թե երեխեքին, անգամ ես հարց եմ տվել, երեխեք, ասենք ոնց եք գնահատում էլի մեր այս քաղաքական դաշտը, որտեղ իրանք շատ խելացի են, մենք էլ շատ հաճախ ենք հանդիպում, ոնց եք գնահատում, ասենք այս թեկնածուն, ինձ ասել են, Վարդուի ծեծա, կլինի մենք չպատասխանենք, որտեղ այդ մեր որոշելու խնդիրն է, իրանք այնքան սենց հասուն երեխեք է։ Ես իմացա, որ ոստիկանությունում էլ այդպես պարտադրել են իրենց այդ հարգանքով վերաբերվել, դույով չխոսել։ Իրանք որևէ մեկի հետ շոկահարվել էին առաջինը հենց ոստիկանները, քննիչները, այդպեսի տեղեկ։ Իրանք ոչ մեկի հետ դույով չեն խոսում։ Երբեք այդ երեխեքը դույով խոսացած, ախր մի քիչ հիմա անգամ չեմ կարող նկարագրել այս երեխեքի դաստիարակության Լավ, ենթադրենք դաստիարակությունը մի կողմ մենք ճիշտ է անդադ պնդում ենք եւ գիտենք, վստահեցնում ենք, որ քաղաքական բան չեն ունեցել, բայց նույնիսկ եթե ի վերջո քաղաքականությունը ինքը երեք մտել է եկեղեցի եւ հայտարարել է միջայ, որ ես քարոզարշավ եմ անում շաբաթ կիրակիներին, քաղաքականությունը իր ոտքով մտել է եկեղեցի։ Այո, իրենց ոտքով մտել են եկեղեցի, բայց երեխեքը չեն եղել այդ քաղաքականության մեջ։ Ուներ քաղաքական Հայաստան, դրա համար մենք դիբռնենք մարդկանց տանը։ Դե եթե հանկարծ էլ լիներ, ուրեմն այս մայրն էլ կալանավորված սերբակալված կլիներ, էլի, փաստորեն։ Ենթադրում եմ, որ այդպես կլիներ։ Հիմա ինչ ասեմ, պատասխան ես, անկեղծ ես պատասխան։ Մեր քաղաքական Հայաստանը դրանք մեր ընտրությունն են, ով իրավունք ունի սահմանը դրական իրավունքի հանդեպ ոտնձգություններ ունենա։ Շատ լավ։ Եվ հետո հարկադրաբար սիրում են քաղաքական ուժին, չգիտեմ։ Կամ հարկադրաբար աղոթում են ինչ-որ պատարակների, բայց հարկադրաբար դժվար սիրեն։ Հիմա փաստորեն մենք ունենք ինչու ունենք ձերբակալված 2-18 տարեկան պայծառ երեխեք։ Սրանք բնութագրերն են իմ եւ Զարայի առջև դրված երկու դպրոցների տնօրինությունից։ Չէ, երկու դպրոցների տնօրինությունից չի, ուրեմն ես դες նաեւ ասեմ, որ իմ տղաս սովորում է նաեւ միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաեւ ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն, բնութագրեն երեխեքին, դեռևս պատասխանը չենք ստացել, ու հույսով եմ կստանանք պատասխանը։ Մի ճշգրտում, էլի հիմա այս փուլից հետո ինչ է սպասվում քնչական պիտի տանեն, պիտի տանեն։ Սպասում ենք, որ քնչականից տեղեկություն տան մեզ, թե երբ են հրավիրելու, այսինքն երբ ենք ներկայանալու, երբ են պատրաստվում գործողության։ Կարծում եմ դա արդեն լինելու է կամ մեղադրանք են ներկայացնելու կամ չեն ներկայացնելու։ Ինչ է սպա, այսինքն առերեսում է լինելու, հարցաքննություն է լինելու, ինչ է լինելու։ Եթե մեղադրանք ներկայացրեցին, կներկայացնեն մեղադրանքը, դրանից կհետևի նաև հարցաքննությունը։ Դե եթե ոչ
Ամեն դեպքում դուք լավ Ռեժիմով դեռ 72 ժամի ռեժիմն է, բայց ասում եմ ներկայացրել են նաև իշխանությունը, որ անհապաղ ազատագրել։ Իդեպ Գևորգը ազատ արձակվել է թե ոչ։ Ինտերակցիաների ոչ։ Հաշվի առնելով, որ դպրոցականների նկատմամբ այս անհամաչափ վերման ենթարկելը, կալանավորվելը, ուժ կիրառելը տեղի ունեցել, արդյոք պատրաստում եք նաև միջազգային Հայաստանում թե գործող միջազգային կառույցների դիմել այս դրվագի վրա շեշտադրում անելով, որովհետև տեսնում ենք այն տարբեր միջազգային կառույցներ պարբերաբար գովեստի խոսքերով խոսում ոստիկանության իրավապահ համակարգի մասին։ Միանշանակ պատրաստում ենք, այստեղ մենք առաջի օրվանից նաև ես այսօր առավոտյան էլ անդրադարձ կատարեցի մեր երկրորդ գործող մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին, մենք երեքնես միջադեպ ունեցանք, որովհետև դրա համար ասում եմ միջազգային կառույցների այսօր այցելել են երեխեքին։ Այսօր այցելել են երեխաներին, բայց միգնանձամ թե Չէ, աշխատակազմից են այցելել։ Արագարձական Բայց կոնկրետ օրինակ մենք երեք ունեցանք խնդիր։ Այսինքն մենք երեք ունեցանք խնդիր, նաև իրավական հետևանքներով խնդիր, որովհետև մեկ ժամից ավել փաստաբաններից չէին թողում, որպեսզի դարձնենք պաշտպանյալների մոտ։ Նախադեպ են դարձրել, սովորաբար այո, ընթացքում իրենք այդտեղ անում էին գործողություններ։ Վերականներ ծերեցին, անձնական խոզարկություն արեցին, հետո վերականներին ճանապարհեցին անձնական մեքենաներով այդ ամեն ինչը տեսագրում էին։ Իդեպ տունը խոզարկվել է, Ոչ, դեռ ոչ։ Գիտեք հիմա ինչն եմ նայում, երեխեքը պետական ավարտական քննության արդյունքները, բոլորը 20, բացի ֆիզկուլտուրայից, բոլորը 20 երեխեքի։ Իսկ առողջական խնդիրների մասով դուք արդեն հանձնել եք փաստաթղթերը։ Առողջական խնդիրների մասով փաստաթղթերը հանձնել ենք, գիշերը գիտենք, որ Դավիթի մոտ արդեն բացասական դինամիկա է, բնականաբար չէր կարող դա որևէ բացասական ազդեցություն երեխայի վրա չթողներ։ Շտապ ուժօգնություն է հրավիրվել, բայց այդտեղ խնդիր կա նաև նրա հետ, որ երեխան ունի նաև ալերգիա, նաև չբացահայտված։ Չբացահայտված ալերգիա։ Երկուսն էլ ունեն, Դավիթի մոտ ավելի այստեղ եւ սննդի հետ կապված, եւ բուժօգնության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք։ Հիմա մենք այդ համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու դրանք էլ նաև մոռացիչներ կացնելու փուլում ենք գտնվում, ինչով տեսնենք ինչու։ Ես իմացա, որ այսինքն մեզ էին գրել, ճիշտ ասած, իրենց դպրոցից աշակերտների ծնողներ եւ հետաքրքրվում էին նախ գրասենյակի տեղն էին հարցնում, հետո մեզ առաջարկում էին հարցազրույցներ։ Ճիշտ ասած, մենք առաջարկել ենք, որ գրասենյակին մոտենան, մենք այստեղ հարցազրույցներ վերցնենք, որտեղ մենք իրենց քաղաքի տարբեր անկյուններում հանդիպելու հնարավորություն չենք ունենա։ Դեմ չեք, որ իրենք այստեղ ձեզ հանդիպեն, այդ թվում մեզ լրագրողներից։ Ծնողները Երևանից են այստեղ, 3 քննչականի մոտ էին ծնողները, հետո եկել էին գրասենյակ, որովհետև բոլորը պատրաստական կանգնած են, ինչով կարող ենք մեր երեխեքին։ Իդեպ մեզ նաև ուսուցիչներն էին գրել եւ ասում էին, որ շատ փայլուն բիզնես մտածողություն ունի Միքայելը։ Այո, ինքը բիզնես կոնսուլտանտ է, համել աշխատում է։ Այդքան աշխատում է։ Հա, իրենք բիզնես, հա, երկուսն է։ Օնլայն իրենք նաև աշխատում է։ Բիզնես կոնսուլտացիաներ են տրամադրում։ Դե ասում է, երեխան համարվում է լավագույն աշակերտ իր բարձր իմացությամբ եւ գերազանց վարքով։ Շնորհակալագրերն է երեխեքին։ Այստեղ մեր դիտողները ուղիղ հեռարձակման տակ աջակցության խոսքեր են գրել։ Շնորհակալ եմ, որ գոնեք անեցիք։ Դաստիարակված երեխաներ են, օգնեք, որ դուրս գան, ձեզ են դիմում փաստաբանների։ Խնդրեմ բարձր միավորները, պատվողները իրանք են անընդհատ ասում կան Ճիշտ ասած ինձ թուրք էր նաև արձագանքել եւ իմացա որ շատ ցավալի է մեր պետության համար ուրախությամբ էր ճիշտ ասած արձագանքել իմ գրառումներին ես բնականաբար թուրքերեն չգիտեմ եւ չեմ կարող արձագանքել հավանաբար թուրքերեն իմացող քպական պատգամավորներին կդիմեմ ինձ կօգնեն այդ առումով Երևս այսքանով ամփոփենք մեր ուղիղ հեռարձակումը եւ մեկ էլ 6:30 է, չէ՞ նախատեսված այստեղ ծնողներ, աշակերտները, նայեք ասեմ, բոլոր աշակերտները, իրենց բոլոր ընկերները պատրաստական են։ Այն
Չեմ կարող անգամ ցույցնել, թե ինչքան են ինձ Մենք գրում։ հասցրինք զրուցել երկու ծնողի հետ դեռևս, բայց էլի ցանկացողներ կային խոսով, տեսնենք հիմա ոնց կստացվի, նրանք էլ բոլորը պնդում էին, որ ճանաչում են եւ որևէ բաց բառ չեն կարող ասել երեխաները։ Եվ ընտանիքի հետ կապված, ասում եմ, միակ երեխաներն էին դասարանի, որ ծնողական ժողովներին եւ հայրն են ներկա լինում, եւ մայրն են ներկա լինում, եւ միայն գովեստի խոսքեր։ Այո, մայրը մշտապես է,